Ոնց էս սիրուն մարդ էս գեշ աղջկա պապան, հա? Երբ անին արդեն դպրոցը ավարտում էր ու ասեց ես մի խոսքով գնում եմ թատերական։ Բավականին ուշ։ Մենք քեզ ինչ ենք արել։ Կարող է այնպես լինի, որ օրինակ արձագանքը նորից հանդես գա նոր ստեղծագործություններով, նոր համերգներով։ Միշտ ամեն օր մաքրվելով զբաղվի։ Իհարկե։ Ինչ որ մտքերից, ինչ որ գործողություններից, ինչ որ արարքներից, ինչ որ գործերից, ամեն ինչից։ Բայց մոտ մի 18-19 Հա, երկար գնացել է բավականին, հա, վերհարածները։ թվերով չենք հիշի, բայց ամենաերկարակյաց աղջիկս մեծացավ այդ նախագծի ժամանակ, էլի, չհասկացա, երբ դարձավ 20 տարեկան։ Եվ հիմա երկար լռություն է։ Լռություն կա սիրահարների միջև եւ կա ամուսինների միջև, կա ծնողների եւ երեխաների միջև լռություն, կա լռություն այն մարդուն, որ շատ պատվախնդիր էր ու պարտվել է հիմա այդ լռությունն է եկել։ Մի խոսքով Ինչի հանդեպ։ Երեխայի, քո կյանքի, երեխայի հոր, որ պատրաստ լինես նորից անցնել այդ ամեն ինչի միջով։ Մինչև այսօր փաստորեն անի մարդիկ դա դեռ հիշում են։ Չես հոգնել այդ թեմայից։ 3 երեխա թատրոնը, կողքից նախագծեր եւ հիմա այդ բլոգ։ բայց մի բան մոռացար ասել։ Որը Ամուսինը։ Ես սուպեր պապիկ ունեմ, կասեին իմ բալիկները, եթե լինեն այստեղ։ Պապիկը եւ տատիկը դա այն մարդիկ են, որոնք ցանկացած դեպքում ամեն ինչ ներում են, իսկ պապան ու մաման կարող է չներեն։ Ինչ որ աղմուկ աղաղակ բարձրացնող դերասանուհիներից չեմ, թեպետ երևի թե պետքա տենց լինել։ Ես համարում եմ տղամարդու ամենակարևորագույն հատկություններից, եթե նա ասում է ես գալու եմ 8-ին, նա պետք է 8-ին տեղում լինի։ Վերջապես դու հասկացար, որ ոչինչ չհասկացար։ Դու խոսեցիր մի բանից, ինչից երբեք չէիր խոսում։ Թույնա, ոչինչ որ տենց եմ ասում։ Հա։ Թույնա։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան Գրուպ, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM